Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության հարգելի գործընկերներ, ձեր գերազանցություն դեսպաններ, եվրոպական երկրներից Հայաստան ժամանած հարգելի գլխավոր դատախազներ, պատվիրակությունների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի դատախազներ, ներկաներ։ Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 107-ամյակի և դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ։ Ուրախ եմ ողջունել բոլորիդ Դիլիջանում այսօր մեկնարկող դատախազների անկախությունն ու անաչառությունը հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում կոռուպցիա և փողերի լվացում թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։ Այս համաժողովը, ինչպես նախկին 2 տարիներին, գլխավոր դատախազությունը կազմակերպել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում և Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում ծրագրերի շրջանակում։ Հարգելի ներկաներ, ես այսօր առավոտյան երկար էի մտածում, ինչի մասին պիտի խոսեմ իմ բացման խոսքում և երեք մեր հանդիպումների ժամանակ մի միտք կարծես ուղեղս ծագեց։ 3 տարի առաջ, երբ մենք առաջին անգամ նման ձևաչափով հրավիրելով մեր գործընկերներին փորձ արեցինք նշել դատախազության հիմնադրման 105-ամյակը, ինձ իմ Եվրոպայի խորհրդի գործընկերներն ասացին նախադեպը չունենք։ Եվ մենք 2023 թվականին ըստ էության ստեղծեցինք նախադեպ։ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը դարձնելով իրավական երկխոսության տարածաշրջանային հարթակ։ 3 օրվա ավարտին հանդիպելով 8-րդ պատվիրակության հետ և ավարտելով ըստ էության աշխատանքային մասը և ուղևորվելով դեպի երկրագիտական թանգարան, որտեղ մենք միասին ունկնդրեցինք հայազգի մեծանուն մտածող Գյորգի Գուրջիևի ստեղծագործությունները, ես հասկացա, որ մենք ձևավորել ենք ավանդույթ։ Եվ հասկացա ինչքան մեծ կարողություն և ներուժ ունի ավանդույթը։ Դա պարզապես կրկնվող գործողություններ չեն։ Դա պարզապես առօրյա չէ։ Դա արդեն պատմություն է և ձևաչափ։ Եվ ես ուզում եմ հույս հայտնել և կամք դնել, որ մենք շարունակելու ենք այս ձևաչափով մեր աշխատանքը։ Մենք 3 զրույցների ընթացքում դատախազների հետ խոսում էինք մեր աշխատանքների ընդհանրությունների մասին, մեր խնդիրների և առօրյա հոգսերի ընդհանրությունների մասին և կարմիր գծով բոլորիս մոտ անցնում էր մեկ բառ։ Մենք պատասխանատու ենք ոչ միայն մեր, այլև մեզ շրջապատող և մեզ ամենակարևորը վստահող մարդկանց համար։ Եվ ինչպես 3 համերգի ժամանակ մեզ շրջապատող հայկական գորգերի մեջ կար նախշ և մենք տեսնում էինք արդեն պատրաստի պատկերը և չէինք տեսնում բոլոր այն թելերն ու գույները, որոնք կազմում էին այդ նախշը, ես ուզում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը իր պարտականության գիտակցմամբ հասկանա, որ ինքը այդ նախշի մեծ պատկերի մի մասն է։ Անկախ նրանից խոսքը Հայաստանի դատախազների մասին է, Լիտվայի դատախազների մասին է, Կիպրոսի, Հունաստանի, Ավստրիայի, թե ընդհանրապես որևէ տարածաշրջանային կազմակերպության դատախազի մասին է։ Խոսքը այն պատասխանատվության մասին է, որ մենք կիսում ենք։ Ես ուզում եմ, որ դուք շարունակեք պարտքի զգացումով, մեծ պատասխանատվությամբ և ամենակարևորը ուղիղ մեջքով ու պարզ ճակատով իրականացնեք ձեր առաքելությունը։ Ես գիտեմ հեշտ չի, բայց ես գիտեմ, որ միաժամանակ ձեզնից յուրաքանչյուրն ապրում է իր աշխատանքով։ Եվ ուզում եմ այս հրաշալի առիթն օգտագործել ու շնորհակալություն հայտնել բոլորիդ ու շնորհավորել բոլորիս։ Շնորհավոր Հայաստանի Հանրապետության դատախազության և դատախազության աշխատակցի օրը։ Good morning, Your Excellency, Prime Minister of the Republic of Armenia,
Dear Prosecutor General, esteemed prosecutors, distinguished guests, and participants. On behalf of the EU Ambassador to Armenia, Mr. Vasilis Maragos, I am honored to welcome you on the occasion of this high-level conference organized jointly by the European Union and Council of Europe project and the Prosecutor's Office of Armenia. The subject of this conference is a prosecutorial independence and impartiality in the context of corruption, crimes committed by public officials. This subject cannot be, of course, looked at in isolation from broader considerations of the function of the prosecutor in upholding the rule of law. Armenia has made significant steps in aligning anti-corruption framework with GRECO's recommendations. Reforms have focused on strengthening assets recovery mechanism and promoting greater integrity and accountability among public officials. Armenia has also strengthened its anti-money laundering and counter-terrorist financing framework in line with the Financial Action Task Force and Moneyval recommendations. In both processes, the European Union, in cooperation with the Council of Europe, has supported the progress through legislative reviews and targeted capacity building, implementation of the National Anti-Corruption Strategy and Action Plan, enhancing law enforcement's ability to prosecute complex economic crimes and addressing emerging risks, including the misuse of virtual assets. The role of prosecutors is complex. It is an honor and pleasure for me to be invited to this conference and to deliver one of the keynote addresses. And I would like to extend my sincere greetings on behalf of the Consultative Council of European Prosecutors to all participants. I would like in particular to thank the Office of the Prosecutor General of the Republic of Armenia and the Council of Europe for an excellent organization of this important event, and let me also thank you warmly for your hospitality. Շնորհակալություն, ցանկանամ մեր կողմից նաև մեր Եվրոպայի գործընկերների աջակցությամբ վերջին 1.5 տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասին պատմել։ Գիտեք, որ շատ կոռուպցիոն գործեր, որոնք քննվում են Հայաստանի Հանրապետությունում, իհարկե սկսվել են Հայաստանի Հանրապետությունում, բայց չեն ավարտվել։ Եվ ամենակարևորը ֆինանսական միջոցները, որոնք դուրս են բերվել Հայաստանի հարկատուների կողմից ձևավորված պետական բյուջեի կամ այլ պետական ենթակառուցվածքից հայտնվել են երկրներում, որտեղ դարձել են մասնավոր անշարժ գույք։ Մենք 3 քննարկումների ընթացքում մեր գործընկերների հետ խոսել ենք անշարժ գույքի սառեցման եւ Հայաստանի Հանրապետության հարկատուներին վերադարձի հնարավորության մասին եւ այս տարվա մնացած հատվածը եւ ամբողջ հաջորդ տարին կնվիրենք այս աշխատանքին եւ կցանկանայի կարճ օգտվելով առիթից, որ նաեւ մեր գործընկերներն են այստեղ, պատմել թե ինչ աշխատանք են կարել այդ թվում մեր գործընկերների կողմից տրամադրված բանկային հաշիվների, ֆինանսական փոխանցումների, անշարժ գույքի վերաբերյալ տվյալների մասին։ Ես կարճ կխոսեմ կոռուպցիայի եւ փողերի լվացման, ինչպես նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված վարույթների մասին։ 2024 թվականի ընթացքում 1000-ից ավելի կոռուպցիայի վերաբերյալ հաղորդում եք ստանում։ Որպես գլխավոր դատախազ ինձ ասում են, ուրեմն կոռուպցիան Հայաստանի Հանրապետությունում ավելացել է։ Իսկ ես որպես գլխավոր դատախազ եւ որպես իրավաբան ասում եմ, ոչ չի ավելացել, դարձել է ավելի տեսանելի։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է առաջինը, որ մարդիկ տեսնում են երևույթներ, որոնք անթույլատրելի են կոռուպցիոն կապերի տեսանկյունից, տեսնում են հովանավորչությունը, տեսնում են տարբեր տեսակի առավելությունները, որոնք տրվում են անձանց, որոնք այդ առավելությունների արժանինքները չունեն եւ ամենակարևորը չեն վախենում այդ երևույթների մասին խոսել, բարձրաձայնում են։ Այստեղ իհարկե ես ասում եմ, որ մենք մի փոքր կարող ենք ուրախանալ, բայց շատ չէ, որովհետև կարծես թե նաև վստահության գործոնն է ավելանում եւ մարդիկ այն ինչի մասին երեք լռում էին, այսօր այդ մասին սկսում են խոսել։ Իհարկե դրանից ավելանում է մեր ծանրաբեռնվածությունը, բայց ոչ հակակոռուպցիոն կոմիտեն, ոչ մենք չենք ընկրկում եւ տարեկան մոտավորապես հասցնում ենք ավարտել 1000-ից ավելի գործ, որոնց 1/5-ը, մոտ 200 վարույթ հասցնում ենք ուղարկել դատարան։
Դատարան ուղարկված վարույթները մեզ համար մեր արդյունավետության գնահատման տեսանկյունից ամենակարևոր չափանիշներն են։ Վարույթներ կարող են նախաձեռնվել բազմաթիվ։ Դուք գիտեք, շատ երկրներում քրեական գործ հասկացությունը չկա, ինչպես դա կար նախկին սովետական երկրների տարածքում, կա վարույթ հասկացությունը, նույն տրամաբանությամբ քրեական դատավարության օրենսգիրքն է գործում, եւ մենք քրեական վարույթ ենք նախաձեռնում շատ ցածր շեմերով։ Եվ նախաձեռնված վարույթը դեռևս չի նշանակում, որ մենք ունենք իսկապես հաստատված կոռուպցիոն դեպք։ Դրա համար մենք մեզ գնահատում ենք դատարան ուղարկված եւ ամենակարևորը դատարանում ավարտված վարույթների քանակով, եւ 2024 թվականի ընթացքում մենք ունեցել ենք ավարտված 163 քրեական գործ դատարանում 362 անձի վերաբերյալ։ Այս անձանցից 272-ը դատապարտվել է, որոնցից 37-ը դատապարտվել են ազատազրկման։ Մեր եվրոպացի գործընկերների համար այս թվերը տարօրինակ չեն, որովհետև ձեր երկրներում նույնպես արդարադատությունը պատժիչ չէ։ Արդարադատությունը վերականգնող է եւ վերասոցիալականացնող։ Մենք ազատազրկում պատժատեսակին գնում ենք այն դեպքերում, երբ մյուս պատժատեսակները ուղղակի անզոր են իրականացնելու պատժի նպատակները։ Եվ վերջին տողի վրա խնդրեմ ձեր ուշադրությունը, սա իմ որպես գլխավոր դատախազ եւ Հայաստանի Հանրապետության դատախազության գնահատման ինձ համար ամենակարևոր չափանիշն է։ Արդարացման դատական ակտերը։ Հանկարծ չընկալվի, թե մենք դեմ ենք արդարացման դատական ակտերի կամ գտնում ենք, որ որևէ արդարացման դատական ակտ պիտի չլինի, բայց մենք կարծում ենք, որ այն դեպքերում, երբ արդարացումները դուրս են գալիս միջազգայինորեն ընդունված թույլատրելիության սահմաններից, ուրեմն մենք ինչ-որ առումով թերացել ենք մեր աշխատանքն իրականացնելիս եւ ձգտում ենք ամենայն ուշադրությամբ կարդալ բոլոր գործերը, հատկապես կոռուպցիոն ծանր գործերը եւ դատարան ուղարկելիս ուշադիր լինենք, որ որևէ հիրավի անմեղանց դատարանի առաջ չկանգնի։ Երեք մեր Չեխիայի գործընկերների հետ մենք խոսել ենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին։ Ոչ միայն Չեխիայի, բայց հատկապես այդ երկրի անունը նշեցի, որովհետև ինձ համար ուրախալի էր, որ մենք կարող ենք կիսվել մեր փորձով, պատմել մեր փորձառությունը եվրոպացի մեր գործընկերներին։ Սովորաբար հակառակն է տեղի ունենում։ Սովորաբար մենք ենք սովորում զարգացած դեմոկրատական երկրներից, բայց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի տեսանկյունից մենք պատրաստակամություն հայտնեցինք մեր սխալները ազնվորեն պատմել, մեր հաջողություններով առանց գոռոզանալու եւ հպարտանալու կիսվել եւ ցույց տալ, թե ինչ աշխատանք են արել։ Կարճ այս թվերը շատ հաճախ են հնչում, մենք բոլոր առիթներն օգտագործում ենք սրա մասին պատմելու, մենք ունենք ավելի քան 150 հայցադիմում դատարաններում, այդ թվում սահմանադրական դատարանի որոշումից հետո, ունենք արգելադրված 1500 անշարժ գույք, 290 շարժական գույք, ունենք արգելադրված իրավաբանական անձանցում մասնակցություն եւ ընդհանուր դրամական միջոցների թիվը, որ մենք արգելադրել ենք 540 միլիարդ դրամն է։ Իսկ մեր հայցագինը շուրջ 600 միլիարդ դրամ։ Մենք ունենք կայացված դատական ակտեր, որոնք երկուստեք բողոքարկել ենք, դրանք 5-ն են, եւ ունենք դատական ակտ, որը մտել է օրինական ուժի մեջ, եւ դրանով արդեն գույքը 1 բնակարան եւ 1 առանձնատուն այլևս պատկանում է Հայաստանի հարկատուներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Մենք մինչև 3 առաջորը ունենք 8 հաշտության համաձայնություն, 3 առաջորվանից սկսած արդեն 9։ Եվ հաշտության համաձայնություններով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ենք վերադարձրել 7 անշարժ գույք, 2 շարժական գույք, 815 միլիոն 200 հազար դրամ եւ 50.720 եվրո դրամական միջոց։ Եվ ինչպես նշեցի, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով 2 անշարժ գույք, որոնք հաշտությունների մեջ մենք բնականաբար չենք հաշվառում։ Կարճ կցանկանամ մի գործառույթի մասին խոսել, որը մեր եվրոպացի գործընկերներին գուցե մի փոքր խրթին է եւ անծանոթ, բայց մենք առիթ ենք ունեցել անցյալ տարի Երևանում կազմակերպված երկօրյա խորհրդաժողովի ժամանակ այս մասին խոսել, սա պետական համայնքային շահերի պաշտպանությունն է։ Կառավարությունը 2023 թվականին հավատաց դատախազության առաջարկին եւ համաձայնվեց, որ դատախազությունը պետք է իրականացնի համայնքային շահերի պաշտպանություն եւ դատախազությունն արեց առավելագույնը, որպեսզի այս վստահությունը հանկարծ չի երերա։ Եվ 2024 թվականի ընթացքում պետական եւ համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում հայցային վարույթներով մենք Հայաստանի Հանրապետությանն ենք վերադարձրել մոտ 18 միավոր անշարժ գույք, որոնք ընդհանուր հանրագումարով կազմում են 2 միլիարդ 785 միլիոն դրամ, որպեսզի մեր գործընկերներին պարզ լինի թիվը, դա մոտ 7 միլիոն 69 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամական միջոցի մասին է խոսքը եւ գործընթացը շարունակական է։ Այս տարվա առաջի կիսամյակի
ցուցանիշների 6 ամսվա ընթացքում մենք արդեն 6 գույք ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին եւ գույքի արժեքը ավելի բարձր է, քան նախորդ տարվա գույքերն են, մոտ 8.7 միլիոն ամերիկյան դոլար, որովհետեւ գույքերը հիմնականում գտնվում են մայրաքաղաքում եւ բնականաբար մայրաքաղաքի գներով պայմանավորված շուկայականին մոտարկված կադաստրային արժեքները բարձր են։ Պրոցեսը շարունակական է եւ մեզ համար շատ կարեւոր է տեսնել, որ հատկապես համայնքներում դատախազության այս գործառույթը նկատելի ու տեսանելի։ Մենք ձգտում ենք վերադարձնել համայնքից դուրս բերված դպրոցները, մանկապարտեզները, զբոսայգիները, մարզադաշտերը, բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք են համայնքին զարգանալու, առողջ ապրելու, իր աշխարհայացքը ընդլայնելու եւ իր ինչու՞ չէ տարական սահմանադրական իրավունքները իրացնելու համար։ Նաև ես կցանկանայի մի նորարարության մասին խոսել, նորարարություն բառը գուցե տարօրինակ կհնչի այս կոնտեքստում, բայց կան երկրներ, որտեղ կան վերականգնված միջոցների միասնական հաշիվներ, կան երկրներ, որոնք ձեռնպահ են մնում եւ ընդհանուր պետական բյուջետային միջոցներին են վերականգնում դատախազական կամ քննչական ներգործության արդյունքում վերադարձված գույքային միջոցները, բայց մենք կրկին անցյալ տարի կառավարության առաջարկով որոշեցինք ձևավորել վերականգնված միջոցների միասնական հաշիվ, որը ինքնուրույն բյուջետային տող է մեր հարկատուների միջոցներից ձևավորվող գանձապետական հաշվում, որպեսզի կարողանանք հետևել, թե ինչ արդյունավետությամբ ենք աշխատում մենք դատախազներս եւ քննիչները։ Եվ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից սկսեց արդեն հաշիվը աշխատել, գործարկվեց եւ բոլոր դրամական միջոցները սկսեցին ուղղվել, մինչ այս մոտ 17.5 միլիարդ դրամի արդեն մուտք ունենք այդ հաշվին, մոտավորապես 45.5 միլիոն ամերիկյան դոլար, եթե վերածենք ավելի մեզ բոլորիս համար ծանոթ արտարժույթի, եւ այս process-ը շարունակական է, մենք ամեն օր ունենում ենք վերականգնումներ այս միջոցներին, ինչու էր մեզ համար սա կարեւոր։ Երբ անցյալ տարվա վերջին ամերիկյան գործընկերների հետ հաջողությամբ կարողացանք սառեցնել եւ հետագայում օտարել ապօրինի գույք, որը ձևավորվել էր Հայաստանից դուրս բերված դրամական միջոցների հաշվին եւ դարձել էր շքեղ առանձնատուն Միացյալ Նահանգներում, ամերիկացի գործընկերներն ասացին, որ սիրով պատրաստ են կիսվել դրամական միջոցներով, բնականաբար իրենց երկրում է գտնվում, իրենք են մեծ աշխատանք տարել եւ առյուծի բաժինը գումարի պատրաստակամություն են հայտնել վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը, բայց մեկ հարցում ունեին ուղղված ինձ որպես գլխավոր դատախազ, ինչի համար են ծառայելու այդ միջոցները։ Եվ միասնական հաշվեհամարը եկավ հիմնավորելու, որ այս միջոցները դառնալու են հանրային բարիք, ծառայելու են յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետությունում եւ երբևէ չեն դառնալու վարչական ռեսուրս։ Ես կարծում եմ մեր գործընկերները կհամաձայնեն, որ դատախազության անկախության եւ անաչառության տեսանկյունից շատ կարեւոր է ոչ միայն թափանցիկությունը, այլև մեր աշխատանքի արդյունքը հանրային բարիք դարձնելու, այդ տրանսֆորմացիան ապահովելու եւ բոլորի միջև հավասարաչափ ու արդար բաշխելու գործընթացը։ Այս առումով մենք շատ կարեւորում ենք միասնական հաշվեհամարի գոյությունը եւ պարբերաբար հրապարակում ենք, թե ինչ միջոցներ ունենք միասնական հաշվեհամարին եւ կարծում ենք, որ այս գործընթացը կլինի շարունակական եւ տրամաբանական։ Սա այն ընդհանուր աշխատանքն էր, որ կատարել էինք 1.5 տարվա ընթացքում, կրկին ուզում եմ մեծ իմ խորին շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնել մեր գործընկերներին, 3 մեր 8 երկկողմ հանդիպումների ժամանակ գրեթե բոլորի ընթացքում ես նշեցի, որ մեր հարցումների 80 կամ 90%-ը կատարված է։ Իսկ դա նշանակում է, որ մենք ունենք փոխադարձ վստահություն, դա նշանակում է, որ մենք շարունակելու ենք միասին աշխատել։ Շնորհակալ եմ։ Հայաստանի Հանրապետության հարգելի գլխավոր դատախազ, գործադիր եւ դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր, հարգելի դեսպաններ, Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուզում եմ նախ շնորհավորել բոլորիս դատախազության աշխատողի օրվա առիթով եւ դատախազության աշխատողներին շնորհակալություն հայտնել իրենց կատարած կարևոր աշխատանքի համար։ Ընդհանրապես իմ ընկալումն այն է, որ մարդուն երջանկության համար մի քանի բան է պետք՝ քաղաքացուն, խաղաղություն եւ կամ անվտանգություն, ընդ որում ներքին եւ արտաքին, արդարություն, ազատություն եւ բարեկեցություն, եւ այս բոլոր գործառույթներում մեր իրավապահ համակարգը ունի շատ էական դեր այս
ձգտումները իրականացնելու գործում եւ նաեւ պիտի արձանագրեմ, որ կոռուպցիան այն հիմնական խնդիրներից է, որը առնվազն իմ թվարկած մի քանի ուղղություններով ստեղծում է խնդիրներ մեր իրականության եւ ցանկացած իրականության մեջ։ Իհարկե մեր կառավարության քաղաքականությունն է ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի եւ կոռուպցիոն դրսեւորումների նկատմամբ եւ մենք շարունակում ենք հետեւողական լինել այդ ճանապարհին եւ այս համատեքստում պիտի ընդգծեմ նաեւ որ շատ կարեւոր է որ մենք ոչ միայն կոռուպցիայի հետևանքները հայտնաբերենք եւ վերացնենք, այլև իսկապես կարողանանք նույնականացնել այն պատճառները, որոնք օբյեկտիվորեն գոյություն ունեն։ Ընդ որում ինձ համար ակնհայտ է, որ այդ պատճառների մի մասը հանրահայտ են բոլորին, որովհետեւ ինչքան էլ մենք խուսափենք այդ հարցից, պիտի մի X պահի առերեսվենք մի բարձ հարցի, ինչպես պիտի կոռուպցիայից խուսափի 200,000 դրամ աշխատավարձ ստացող այն պաշտոնյան, որը կառավարում է 5-10 կամ չգիտեմ 1, 2, 3, 4, 5 միլիարդ դրամի շրջանառություն եւ աշխատանք։ Եվ ես ասում եմ այն տրամաբանությամբ, որ կոռուպցիան ինչքան ես եմ հասկանում, հիմնականում իշխանության եւ լծակներ ունեցող մարդկանց գայթակղող երևույթ է, որովհետեւ մյուսները ոնց որ թե ցանկանալու դեպքում էլ տենց մեծ կոռուպցիոն իրավիճակների մեջ չեն կարող հայտնվել, չնայած միջնորդավորված գուցե նրանք նույնպես կարող են հայտնվել։ Սա մի խնդիր է, որին մենք պետք է պատասխանենք, իհարկե այս պատասխանը դատական համակարգի չի ակնկալվում, դա ավելի շատ քաղաքական պատասխան է եւ ըստ էության կառավարությունը քաղաքական իշխանությունը պետք է գտնի այս հարցի պատասխանը, չնայած մյուս կողմից մենք ունենք նաեւ հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որտեղ իշխանության բոլոր թևերի ներկայացուցիչները ներգրավված են եւ մենք պարբերաբար այդ հարցին անդրադառնում ենք, նաեւ ուրիշ հարցերի ենք անդրադառնում, բայց նաեւ պիտի արձանագրեմ, որ միշտ չի եւ ակնհայտ է, որ այսօր այս խնդրեմը կա, որ միշտ չի, որ քաղաքական կամքը բավարարում է այդ խնդիրները հասցեագրելու համար, որովհետև պաշտոնյաների աշխատավարձի մասին խոսելը միշտ էլ շատ ռիսկային process է մի իրավիճակում, երբ հանրային բարեկեցության մակարդակը շատ բարձր չէ, չնայած իմ համոզմունքն այն է, որ հենց առաջին հերթին պաշտոնյաների գայթակղություններից հնարավորինս զերծ պահելու համակարգերն են, որոնք իրենց հերթին պետք է ավելի էֆեկտիվ դարձնեն հանրային բարեկեցությունը ապահովելու կառավարության ջանքերը եւ քաղաքականությունները։ Պիտի ընդգծեմ, որ մի դեպքում մենք կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը կարողացել է շատ թե քիչ այս խնդրին անդրադառնալ։ Մասնավորապես մենք դատական համակարգում աշխատավարձերի շատ էական համենայն դեպս հայաստանյան չափանիշներով բարձրացումներ ենք իրականացրել եւ մեր ընկալումը ի սկզբանե եղել է այն եւ ես նաեւ հիշում եմ որ կառավարության այն նիստերում որտեղ քննարկվել է հարցը սրա մասին խոսել եմ ես ասել եմ որ մենք Հայաստանում դատախազների, քննիչների, դատավորների աշխատավարձերը հենց դատավորների սիրույն չենք բարձրացնում կամ դատախազների այլ հանուն նրանց իհարկե նաեւ նրանց համար աշխատանքային պատշաճ պայմաններ բավարարելու համար առաջին հերթին քաղաքացիների համար որպեսզի նրանց արդարությունը եւ արդարադատությունը առավել հասանելի լինի եւ ես ուզում եմ հավատալ որ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը եւ արդարադատությունը ավելի հասանելի է դառնում չնայած պիտի արձանագրենք նաեւ որ դա պարզ գործընթաց չէ այն բարեփոխումները որ իրականացվում են ի սկզբանե երբ բարեփոխումների մեծ process է սկսում բոլորիս ակնկալիքն է որ ահա այս բարեփոխումների հիմա կանենք եւ հարցերը կլուծենք այդ հետո ես հասկանում որ բարեփոխումը երբեք չի ավարտվում որովհետեւ երբ որ մի հարցը լուծված է առաջ են գալիս երկու նոր հարց եւ որ երկու նոր հարցը լուծված է առաջ է գալիս 4-ը երբ 4-ն է լուծված առաջ է գալիս
8-ը եւ հետեւաբար հարցերը, որոնց հետ պետքա առերեսվենք, իրենք աճում են երկրաչափական պրոգրեսիայով երբեմն, բայց սա ոչ թե խնդրեմ է, այլ սա իրականություն, սա նշանակում է, որ գուցե հարցերը կուտակված են, չնայած ես չգիտեմ մի երկիր, որտեղ այս բարեփոխումների process-ը կանգնել է, Խոսքը իհարկե զարգացած եւ զարգացումը շարունակող երկրների մասին է, որովհետեւ ցանկացած իրավիճակ ինչ որ մի ժամանակ անց լճանում է եւ ունենում է հարակից նեգատիվ էֆեկտներ եւ կառավարությունները, պետությունը, իշխանությունը պետք է ի վիճակի լինի անընդհատ ինքը իր առաջ հարցեր դնել, այդ հարցերը շատ հաճախ կարող են լինել տհաճ, այդ հարցերը կարող են լինել ոչ ցանկալի, բայց շատ կարևոր է ունենալ քաղաքական կամք, այդ հարցերը դնել, այդ հարցերի պատասխանները փորձել ձևակերպել քաղաքական առումով եւ իրավական առումով։ Հայաստանում այս process-ը տեղի է ունենում իհարկե այն ակնկալիքով, որ արդարությունից ու արդարադատությունից մեր հանրության, մեր քաղաքացիների բավարարվածության աստիճանը գնալով ավելի կմեծանա եւ ես համոզված եմ որ կմեծանա որովհետեւ ըստ էության նաեւ գլխավոր դատախազի զեկույցում հիշատակվեցին մի շարք բարեփոխումներ որոնք անխուսափելիորեն բերելու են այդ գոհունակության զգացմանը արդարության եւ արդարադատության նույնացման գործընթացի հաջողությանը այն ըմբռնումով որ իհարկե այս process-ները մի օրում չեն սկսվել եւ մի օրում չեն ավարտվի։ Հարգելի ներկաներ, ամփոփելով կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազության բոլոր աշխատողներին իրենց կատարած աշխատանքի համար ես համոզված եմ եւ հույս ունեմ, որ նրանք յուրաքանչյուր օր իրենց առաջ խնդիր են դնում ավելի որակյալ ծառայություն մատուցել հանրությանը եւ այդ ծառայությունը բարձր ծառայություն է այդ ծառայության անունը արդարություն եւ արդարադատություն է եւ ես համոզված եմ նաեւ որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը այդ տրամաբանությամբ եւ այդ խոսույթով եւ այդ գաղափարաբանությամբ է ղեկավարում Հայաստանի Հանրապետության դատախազությունը կրկին անգամ շնորհավորում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում Ethical standards guide decision making. The European Court of Human Rights must be transparent, preferably in good guidance to other members. Given the opportunity to speak about and the organizational structure of the Ministry of Justice, a standing recommendation of the EU Commission to make the public prosecutor. National prosecutors and his National Prosecutor's Office. However, also this special prosecution body